Հայաստանի վարչապետը աշխատանքի օրվա կապակցությամբ ուղերձում հայտարարել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է շուրջ 280,000 աշխատատեղ։ Նրա խոսքով այս ընթացքում Հայաստանը ապահովել է բարձր տնտեսական աճ, որը գերազանցել է թե համաշխարհային, թե ԵԱՏՄ միջին ցուցանիշները։ 2017 թվականի համեմատ տնտեսությունը աճել է 53.9%-ով, իսկ պետական բյուջեի հարկային եկամուտները ավելի քան կրկնապատկվել են։ Վարչապետը նշել է, որ ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է։ Անդրադառնալով տարածաշրջանին նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում ներդրումների, բիզնեսի եւ կրթության ոլորտներում։ Բարև ձեզ, շնորհակալ ենք աշխատանքի համար։ Ադրբեջանում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է արտաքին գործերի նախարարություն Բաքուն բողոքի նոտա է հանձնել խստորեն դատապարտելով Եվրոպական խորհրդանի ընդունած բանաձևը։ Բանաձևը վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը միջազգային երաշխիքներով, նաեւ կոչ է անում ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Արձագանքելով Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարել է Եվրոպական խորհրդանի հետ կապերի դադարեցման մասին, իսկ Բաքուն բանաձևը անվանել է անհիմն եւ կողմնակալ։ Եվրոպական խորհրդանի բոլոր խմբակցությունների աջակցությամբ ընդունված փաստաթուղթը կարևորում է հունիսին Հայաստանում ազատ, արդար եւ խաղաղ խորհրդանի ընտրության անցկացումը, ընդգծելով, որ քվեարկության ելքը պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը, բանաձևն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ կոչ է անում հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի, ինքնիշխանության եւ սահմանների անձեռնմխելիության հիման վրա։ Բանաձևը առանձին կետով վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, ներառյալ նրանց ինքնության, սեփականության եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը, նաեւ նրանց անվտանգ, անարգել եւ արժանապատիվ վերադարձի իրավունքին միջազգային երաշխիքների ներքո։ Մինչ պաշտոնական Երևանը խուսափում է դատապարտել Ստեփանակերտում վերջին շաբաթներին հայկական երկու եկեղեցիների քանդումը Ադրբեջանի կողմից, Եվրախորհրդանի փաստաթուղթը կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին եւ Ղարաբաղ հրավիրել միջազգային գնահատման առաքելություն։ Բանաձևը դատապարտում է նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների կալանավորվածների եւ պատանների անարդարացի կալանավորումը, պահանջում նրանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը բանաձևը որակել էր անհիմն եւ կողմնակալ պնդելով, որ Ղարաբաղի հայերը կամավոր են լքել տարածաշրջանը։ Բաքուն նաեւ կրկնել էր Եվրախորհրդանի կողմից որպես ռազմագերի բնորոշված անձինք կատարել են լուրջ հանցանքներ, այդ թվում ռազմական հանցագործություններ։ Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramova Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Mirjana Spolyarichi հետ քննարկել է տարածաշրջանում Կարմիր խաչի հումանիտար գործունեությունը եւ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ եւ հիմնված է վստահության վրա, նշվել է կողմերի միջև մշտական շփումների նշանակությունը։ Քննարկվել է տարածաշրջանում Կարմիր խաչի հումանիտար գործունեությունը, ընդգծվել է Ադրբեջանի կողմից դրան աջակցելու կարեւորությունը։ Ադրբեջանցի նախարարը նաև տեղեկացրել է Կարմիր խաչի նախագահին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման եւ փոխադարձ վստահության ամրապնդման ուղղված միջոցառումների մասին։ Ադրբեջանի նախագահի օգնական եւ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը բարեկամական եւ լավ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում Հայաստանի հետ։ Նա նշել է, որ պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգում բոլոր հարևանների հետ բարի դրացիական եւ խաղաղ հարաբերությունները Ադրբեջանի թիվ 1 առաջնահերթությունն են։ Արցախում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հաջիևը ասել է, որ Ադրբեջանի պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություններ, իսկ միջազգային գործընկերները չպետք է տարածաշրջանը վերադարձնեն հնացած նարատիվներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետի առջև է կամ ավարտելու Իրանի դեմ պատերազմը, կամ կոնգրեսին հիմնավորելու դրա երկարաձգումը, գրում է Reuters-ը։ ԱՄՆ-Իրան հակամարտությունը ռազմական գործողություններից վերածվել է ծովային բեռնափոխադրումների ուղիների փակուղային դիմակայության։ Ըստ 73 թվականին ընդունված օրենքի նախագահը կարող է 60 օր ռազմական գործողություններ վարել, որից հետո կամ պետք է դադարեցնի դրանք, կամ անխուսափելի ռազմական անհրաժեշտության հիմքով կոնգրեսից թույլտվություն ստանա եւս 30 օր պատերազմը շարունակելու համար։ ԱՄՆ պաշտպանության
արտադրության նախարար Փիթ Հեքսեթը Սենատում հայտարարել է, որ իր գնահատմամբ հրադադարի հետ կապված 60-օրյա ժամկետը կանգ է առել։ Փորձագետներն ու կոնգրեսականների օգնականները ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը կարող է կամ 30 օրով երկարաձգել ռազմական գործողությունները կամ անտեսել օրենքով սահմանված վերջնաժամկետը։ Վարչակազմը պնդում է, թե Իրանի հետ հրադադարը փաստացի նշանակում է հակամարտության ավարտ, հաղորդում է Reuters-ը։ Դեմոկրատները կոնգրեսին կոչ են անում վերահաստատել պատերազմ հայտարարելու իր իրավասությունը, ինչտեղ հանրապետականները նրանց մեղադրում են քաղաքական նպատակներով ճնշում գործադրելու համար։ همینجا خیلی صریح و شفاف Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է Հորմուզի նեղուցը վերահսկելու Թեհրանի մտադրությունը Իրանում այսօր տոնում են Հորմուզի նեղուցում Պորտուգալիայի դեմ Սեֆյան Պարսկաստանի 1622 թվականին տարածախ թանակ այս կապակցությամբ Ղալիբաֆը X-ում գրառում է կատարել նշելով վերահսկելով Հորմուզի նեղուցը Իրանը իր եւ իր հարևանների համար Ամերիկայի ներկայությունից եւ միջամտությունից զերծ ապագայի թանկագին երջանկությունը կապահովի։ Ավելի վաղ Գերագույն հոգեվոր առաջնորդ Մոջթաբա Խամենեի անունից էր հայտարարություն տարածվել։ Ըստ 56-ամյա հոգեվոր առաջնորդի փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի համար նոր էջ է ձևավորվում։ Նախքան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Իրանը սպառնացել է երկարատև եւ ցավոտ հարվածներով պատասխանել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ռազմաբազաներին, եթե Միացյալ Նահանգները վերսկսի հարձակումները եւ վերահաստատի իր պահանջը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ աշխարհը տեսել է, թե ինչ տեղի ունեցավ տարածաշրջանում ամերիկյան բազաների հետ պատերազմի օրերին։ Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը կխորացնի Պարսից ծոցում մատակարարումների, խափանումները եւ չի ծառայի իր նպատակին։ Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին եւ դատապարտված է ձախողման։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողությունների ընդլայնում է պետության դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության եւ անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակումն անհանդուրժելի է։ Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել եւ տասնյակ մարդկանց ձերբակալել մայիսմեկյան ցույցերի ընթացքում այն բանից հետո, երբ իշխանությունները փակել էին Թաքսիմ հրապարակը։ Ոստիկանությունը թիրախավորել է երկու խմբերի, որոնք փորձել են երթով հասնել Թաքսիմ ավանդական բողոքի վայր։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով առնվազն 57 մարդ է ձերբակալվել։ Աշխատավորների միջազգային օրվա առթիվ յուրաքանչյուր տարի Ստամբուլում ուժեղացված ոստիկանական հսկողություն է սահմանվում եւ քաղաքի կենտրոնը փաստացի շրջափակվում է։ Անցյալ տարի ցույցերը տեղափոխվել էին Քադեքյոք, որտեղ ավելի քան 400 մարդ էր ձերբակալվել։ Այս տարի եւս ոստիկանությունը փակել է կենտրոնական թաղամասերի մուտքերը եւ կիրառել արցունքաբեր գազ։ Ցույցերը կազմակերպվել էին հաց, խաղաղություն, ազատություն կարգախոսով։ Նախորդային իշխանությունները նաեւ ձերբակալության օրդերներ էին տվել 62 անձի նկատմամբ, պնդելով, թե նրանք կարող էին հարձակումներ իրականացնել։ Տեղեկություն է տարածվել, որ Wildberries-ի եւ Ozon-ը դադարեցրել են հայաստանյան ընկերությունների վաճառքները։ Wildberries-ից հայտնել են, որ ընկերությունը մշտական կապի մեջ է գործընկերների հետ եւ հետեւում է իրավիճակին։ Ըստ նրանց կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատեր եւ քննարկվել են առաջացող խնդիրները։ Ընկերությունը նշել է, որ Ռուսաստանում մաքսային կանոնների փոփոխությունների պատճառով վաճառողներից պահանջվում են լրացուցիչ փաստաթղթեր, սակայն պահեստներում արկա ապրանքների վաճառքը շարունակվում է, իսկ հայ վաճառողները պահպանում են ներքին շուկայում գործունեության հնարավորությունը։ Միաժամանակ նշվում է, որ բոլոր հարցերը քննարկվում են համապատասխան կողմերի հետ եւ իրավիճակի փոփոխության մասին կտեղեկացվի փուլային կարգով։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ոչ աշխատանքային օրով պայմանավորված առայժմ մեկնաբանություն չի տրվում։